Հիմա ես առաջարկել եմ։ Հիմա ես առաջարկել եմ։ Միավորումը սկսում է նրանից, երբ սկսում եք իրար մասին բան չասել, թե այդպես չէ։ Հա, այդպես ա ու ես չեմ ասում։ Եթե դուք այնա օրինակ եթե ես նախկինում խորհրդանական ընդդիմությունը իրան sense բայ ոնց որ հիմա, ասենք, չգիտեմ, հիշում եք էլի ոնց է քննադատում, հիմա տեղ եմ թողնում, չեմ քննադատում եւ հույս ունեմ, որ մենք կարող ենք բոլորս խելքի գալ եւ այդ ցախ դնել մի կողմ ու որոշել Հայաստանը հայերին պետքա թե չէ։ Ես ձեր եթե ասեցի դրա մասին։ Բայց ընդրությունները նրա մասին է, որ նորմալից ասում են սաղ լավ ալնելու ստեղ ասում եմ ում համար։ Ադրբեջանցիները գալու են ստեղ ապրեն, իրանց համար լավ լինի, հասկանանք, ում համար լավ լինելու է Հայաստանը, հայերին պետքա թե պետք չի։ Հասկանանք, ինձ պետքա, ինձ Ղարաբաղն էլա պետք եղել։ Եվ ուզում եմ հասկանամ, մարդիկ ուղակի այդ բաներն ասում են, անում են, որ ասեն, որ անեն, թե իրականը իրանց պետքա։ Հիմա ինչպես կարելի է մի կողմ դնել բոլոր տեսակի, եթե պետքա մյուս անգամ որ գամ, էլ այս հարցը չեմ տա, բայց եթե հարցը դրսում է։ Հիմա մի կողմ դրած է, ես իրանց չեմ քննադատում, իրանք ինձ։ Ինչպիսի բևեռներ եք պատկերացնում, քանի ընդդիմադիր կուսակցություն լինի ընտրություններ, սա եք շատ նախնական, ես չեմ ասում Ես կարծում եմ սխալա բևեռներով ընտրությունները, որովհետև եթե մի բևեռ լինի ու չգրանցվի։ Մի բևեռը չգրանցելը դա հեղափոխություն է։ Ու չլինի հեղափոխություն։ Կլինի հեղափոխություն։ Հնարավոր չի մեկ խոշորացված բևեռը չգրանցել։ Անհնարին է։ Դա կբերի հեղափոխության։ Իսկ հեղափոխություն բառն անգամ իմ մեջ այսպես առաջացնում է։ Ես ուզում եմ ասել, չի կարող իշխանությունը մնալ լեգիտիմ եւ չլինի հեղափոխություն, եթե ընտրությունների ժամանակ մեկ խոշորացված ընդդիմադիր ուժը չգրանցվի։ Չի կարող նման բան լինել։ Անգամ Ռումինիայում, անգամ Մոլդովայում որ արել են սենց ուժերը գնացել են 20 ուժ, երկու ուժ չեն գրանցել, սենց չեն գրանցում։ Այս երկուսը դեն 18 ուժերը կան գնացել կընտրել։ Շատ լավ, պարոն Մարուկյան, գիտեք, ես ինքս քննադատական եմ տրամադրված ամբողջ ընդդիմության նկատմամբ եւ հենց դրա համար եմ նախաձեռնել այս գրասենյակների այցելությունները, որպեսզի ինձ ասեն ինչ են անում։ Ժամանակը քիչ է, ընդդիմությունը շատ ծույլ է։ Հանած ձեզ, ընդդիմություն ծույլ, հանած Էդմոն Մարուկյան, որը աշխատել է այս ամբողջ ընթացքում, ես չեմ կարող։ Okay, բայց հիմա իրանց ասենք կասեն մենք բաներ ենք անում, չերևեմ, դու չես։ Ես հեսա կգնամ եւ իրենց հետ կհարցնեմ եւ իրենց հետ կառաջարկեմ նայել անցյալին բաց աչքերով նայել անցյալին, որովհետեւ պետք է նայել բաց աչքերով։ Հասկանում եք, մարդը ով ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ եւ բերել է պատերազմ, հետո ասում է ես ինչու դա ասեցի, որովհետեւ ես հայրենասեր եմ։ Ասում է կներեք։ Չի ասում կներեք։ Ասում է ոչ, ինքը ասում է ես հայրենասեր էի։ Դե պատասխանը սա հայրենասեր էի, պատասխանը սա կներեք։ Այո, ինչ ուզում, այսինքն ինչպես դուք ասացիք, բանավիճելը դժվար է, որովհետեւ մարդը դրծված հայրենասիրությունից է ասել դա եւ այլն։ Հիմա, այսինքն ամիջ կարելի է բացատրել։ Մնում է բացատրել այնպես որ 100,000-ավոր ընտրություն։ Իսկ ո՞նց արինում որ իր բացատրած աշխատում, անդիմության բացատրածը չի։ Ով է ասում։ Ինքն է ինչ է իմը։ Եթե մարդը ունեցել է 70-80% ձայն եւ նա ունի 17-18% ձայն։ Մի րոպե չի կարելի նման բան ասել եթերում։ Մենք ժողովրդին խափում ենք։ Չունի 18%, ձայն, ունի մի 40% ձայն։ Քվեատեփտուփում գուցե դառնա 40։ Բա գուցե դառնա, խոսքը պոտենցիալի մասին, այդ մարդը այդքան նա այդքան կարա գեներացնի քվեարկության։ Այո, ուրեմն պետք է ճիշտ մարդկանց ասել։ Եթե մարդկանց ասում եք ձեր օպոնենտը ստից դեմ կա ունի 10% ձայն, բայց մտածիչները այդքան էլ չունեն։ Գնամ ընտրության ինչ անեմ ախպեր։ Շատ լավ։ Եթե ես սխալվեցի, ես նկատի ունեմ հանրության մեջ եւ ոչ թե քվեատուփում, որովհետեւ եթե միայն այդ 17% գնա, 100% ձայն կունենա։ Ոչ հանրության մեջ ունի ավել ձայն, քան դուք եք ասում։ Ինչ ունեք սոցիոլոգիական հարցեր։ Ունենք ուսումնասիրություններ ունենք, նայում եք, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ ունեն։ Բայց գոնե այն ուժը որ մարդկանց քարոզում է Նիկոլը ձայն չունի, նա ի սկզբանե տանում է պարտության process-ը, որովհետև դու պետքա ինտրիգ ստեղծես, որ մարդը գնա ընտրական տեղամաս։ Եթե Նիկոլը ձայն չունի, այնա ուրեմն ես չգնամ ընդդիմության մեկը դուք կկրեք, գնացեք կրեք ախպեր, ինչ եք կրել։ Ոնց, բայց իրանք երասում են մենք 30 ունենք։ Դուք երևի հետևում եք հարցումներին սոցիոլոգիական, ուղղեք ինձ խնդրում եմ, քանի տոկոս ձայն։ Մենք ամեն ինչին հետևում ենք։ Նայ։ Վերջին տվյալներով կոնկրետ մի կազմակերպություն։ Հավաքական ընդդիմությունը, ահա, հայերեն ասում եմ էլի։ Այո։ Հավաքական ընդդիմությունը շուրջ 60% ձայն կարող է գեներացնել։ Ահա։ Նիկոլ Փաշինյանը իր կողքի ուժերով, մենակ չէ, իր կողքի ուժերով կարա 40%-ի կարգի ձայն գեներացնել։ Հիմա որպեսզի Նիկոլ Փաշինյանը հաղթեն, եթե ուզում են հաղթեն։
Եթե իհարկե Ուզում ենք, ուրեմն կա դուք հոգնեք, խոսեք նաև ձեր անունից։ ես որ իմանից եմ խոսում, այդ առաջարկը իմանից եմ անում, չէ՞, պետք է այդ 60%-ը պետք է տանել։ Ոնց բացատրում եմ։ Եվ եթե ուզում են այդ ձայնը տանեն, պետք է անպայման լինի դրան սպասարկող ընդդիմադիր product։ Պետք է հավաքվել, մշակել այդ ընդդիմադիր product-ը։ Իմ կարծիքով, կարող ասեն դու սխալվում ես, թող իրանց ասեն։ Դա մեկ բևերն է ընդդիմադիր։ Միասնակ։ Հիմա եթե մեկ ընդդիմադիր բևերով գնան, ավարտված է Նիկոլ Փաշինյանը պարտվում է այդ ընտրությունները։ Եթե չէ, մենք ունենք Էջմիածնի փորձը, մենք ունենք Վրաստանի փորձը, եւ ունենք Գյումրիի փորձը, որը այլևս չկա այդ փորձը, որովհետեւ դերակատարը բանտում է։ Հիմա արդեն դեր Գյումրիի նման մոդելը չկիրառած Հայաստանում, ամենախոշոր դերակատարը կալանքի տակ է։ Ախր չհամարել, չհաշվել այս process-ները, ես Պարոն Մարուկյան, դուք ասում եք առաջարկեն, լավ, ինչ են առաջարկում, առաջարկն ինչ ան։ Ես էլ ձեզ եմ բանավեճի հրավիրելու ընդդիմադիր գործիչներից մեկի։ Կգաք իրար յութեսին պետք չի բանավիճել ընդդիմադիր գործիչների, որտեղ նույնն է։ Չէ, նույնն է։ Եթե ընդդիմադիր գործիչները իրար հետ գնում են առանձին ընտրությունների, որ ասեն առանձին գնանք, հետո կպնենք, չէ՞։ Դուք առանձին գնաք, այդ ընթացքում իրար ոչնչացնելու եք։ Հետևաբար, ասենք կարծել, որ դուք առանձին կգնաք եւ դա վնաս կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության, դա խապկանք է։ Այսինքն մեկ բևեր նկատում եք։ Պարոն Մարուկյան, գիտեք, բայց ես համենայնիվ ուզում եմ այդ տեսակետը, այդ իմ ասած մինչև 20%-ի պաշտպանել, որովհետև դուք հիմա ասացիք, որ այդ 40% ընդ որում որպես արդյունք եւ բոլոր ուժերը միասին։ Բայց ես խոսում եի միայն Նիկոլ Փաշինյանի մասին, որը միայն ուներ մի 70-ից ավել տոկոս աջակցություն։ Կա առանց որևէ այլ այն խոսույթը, որ ինքն ու իր կողքի ուժերը սպասարկում են, դա մեկ էլեկտորալ արժեք է։ Ես որ դա ասում եմ իր ուժերը իր հետ, դա նշանակում է, որ այդ ուժերը եթե անցնեն այդ 40-ի մեջ են, եթե չանցնեն ինքնատանում այդ ձայները։ Իմ կարծիքով այդ ուժերը չեն անցնում, ու ինքը սրբելու է այդ դաշտի բոլոր ձայները։ Սրբելու է։ Դուք հետաքրքիր բան ասացիք, փոխեցիք իմ պլանները այն իմաստով, որ ես ուզում էի բանավիճի հաղթակ հրավիրել ընդդիմադիր ուժերի։ Մի ասեք, դա պրոբլեմա, դա չի աշխատել։ Դուք ասում եք, որ դա իշխանությանն է օգուտը։ գնան, պիտի պայքարեն ամենեկ ավելի շատ եւ պիտի պայքարեն նաեւ իրար դեմ։ Բացատրեմ, հիմա եթե մենք առանձին գրանցում ենք Լուսարաստան կուսակցություն ընտրություններին մասնակցենք, չէ՞։ Մեր գլխավոր մրցակիցը իշխանությունն է, բայց նաեւ ընդդիմադիր դաշտի են ուժերը, որոնք մեր էլեկտորալ սեգմենտի վրա աշխատում են։ Հետեւաբար մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է նենց աշխատենք, որ այդ ընդդիմադիր մեր մրցակից ուժերը չտանեն էլեկտորալ սեգմենտի մեր ուժերի ձայները, որ մենք տանենք։ Հետևաբար այդ մրցակցության մեջ լինելու են թե իրար հարվածել, թե իրար մասին, այսինքն դա ախր բանը մրցակցություն է։ Եղբայր կամ դուք իրար եք մրցակցում, կամ դուք մրցակցում եք իշխանության դեմ, կամ ին դեմ ես, դա այսինքն աշխատում է ոչ միայն իշխանության դեմ պայքարում, այլ Այն որում ձեզ ասեմ, ոչ մի լավ բան չի սպասվում այն ուժերին, ընդդիմադիր, ովքեր փորձելու են մեր հետ մրցակցել։ Շատ չար մրցակցություն է։ Շատ դաժան է։ Հետաբար եթե մենք մրցում ենք այդ ցանկացած ընդդիմադիրի հետ մրցակցել նկատում եմ։ Կմիանաք։ Ում հետ կմիանաք դուք։ Այդ հարցը այլևս ակտուալ հարց չէ։ Եթե ակտուալ չի, ասում մեկ բևեր ապետ ստեղծել, դուք ասում եք ում հետ։ Հիմա նայեք, ասենք թե մեկ բևեր չի ստեղծում, երկու բևեր է ստեղծում։ Չի դեպի Ո՞լ չպիանում։ Երկուսից ոչ մեկին չի։ Չէ, իմ հաշվարկներով չի աշխատում։ Եթե ինձ կհամոզեն, որ տարբերակ կա այդ ձևով, հիմա այս քննարկումը նոր է բացվել, դուք ասում եք 5 ամիս կա։ Թող հաղթարակի մեջ 5 ամիս բավարար է։ Չէ, շատ քիչ ժամանակ կա, որովհետև եւ արդեն փակվել է։ Որովհետև ուժերը պետք է համագումարներ անեն, բան երկար աշխատանք կա անելու, նայ բյուրոկրատիա։ Եվ որովհետև ձեր մրցակիցը շատ շուտ է սկսել եւ շատ այսպես ակտիվ է սկսել։ Լավ է արել։ Չէ, բայց դուք ես չեք Լավ արել։ Հիմա ես ինչ ասենք հիմա ասֆալտ արել։ Ո՞վ արել։ Արել ասֆալտ արել։ Ինչ արել։ Փակյալը ճարա տվել իր աթին։ Պարոն Մարուկյան, ասֆալտի վրա պետք է ժողովուրդը ուրախանա։ Իշխանությունը ես չեմ որոշում որ պետք է ուրախանա։ Ասֆալտը ինչ է որ չպետք է արել։ Կներեք։ Երկիրը երկար ժամանակ այնպես է կառավարվել, որ ժողովուրդը ասֆալտից ուրախանում է։ Հիմա ում ենք քննարկում։ Թողնենք կառավարում որ ասֆալտ արվել է Հայաստանում շատ։
Ասֆալտը շատ լավ, փող աշխատել։ Բան չի հիմա, այն չեն ինձ Այս հիմա։ Երևանը Ավելի շատ ուրախանում։ որովհետև հերթը հասել է գյուղերին, որովհետև գյուղերին չի արել։ Բայց ես ինչ եմ ասում, Գյուղերում է թողանեին։ ախպեր թողանեին։ Ես Սերժ Սարգսյանի ձեռը բռնեմ, ասել եմ մի արա գյուղերը։ Պարոն Մարուկյան, Կամ ես Ռոբերտ մի բան Քոչարյան։ ասեմ։ Թողանել եմ ես։ Որևէ իշխանություն, 20 տարի անկախ իրենց թողանել։ հարաբերություններից նախորդ իշխանությունների հետ, այսպես չի ոչնչացրել նախորդների արածը։ Ասեմ ձեզ, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, ասֆալտ, մի որևէ բան, այսինքն գիտենք ինչ իրավիճակում ստացավ Հայաստանը։ Վատ վիճակում, պատերազմից հետո եւ մարդը ասֆալտ էլ արեց, ամեն ինչ արեց, մի օր չասեց իրանք չէին արել, մենք արել ենք։ Ես չեմ հիշում այդ քաղաքական ուժից։ Կներեք, ես չեմ։ Յոպե, բա մազութը լափել են, բանը։ Մազութը ինչ է, իշխանություն։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ։ Խորհրդանում քննիչ հանձնաժողովներ ստեղծվել։ Այո, բայց իշխանության ղեկավար կազմի կողմից։ Ասեք Արշակ Սադոյանն էր խոսում մազութի մասին, բոլոր ելույթները։ Հասկացա, հանձնաժողովներ ստեղծվել, բանը։ Այս մակարդակի չէ։ Ես չեմ ուզում մտնել այդ 20 տարվա լվացքը։ Ես ասում հիմա Նիկոլին կամ Ժորթին մեղադրում եք ասֆալտի ուրախանալու համար։ Ախպեր ասֆալտ անեիք թող ուրախանալու։ Որովհետև միֆ է ստեղծվել, որ ասֆալտ չի արվել։ Իսկ ասֆալտ արվել է։ Ասֆալտ արվել է, որի ծրագրով հաշվում էի տեսնեմ, որ այսքան շատ ասֆալտ արեցին, ինչքան փող գնաց։ Դες չեք կարողանալ Ժորթին բան բացել։ Ես բան չեմ բացատրում։ Չի կարելի գնալ Ժորթին ասել ասֆալտ մենք արել ենք։ Չի աշխատելու դա։ Պարոն Մարուկյան, հələ մի հատ լսեք, մի քայնացեք։ Ես ուղղակի անընդհատ ուրեմն 7 տարի։ Ես տեսնում եմ, որ դուք շատ անկեղծ եք, ասում եք շատ անկեղծ եք։ Գնալ մարդկանց ասել։ Նա գնալ գյուղեր ասել Ժորժ ջան։ Մի ուրախացեք այս ասֆալտի վրա, որովհետև սա ինձ առաջ Ռոբերտ Քոչարյանն արել, հետո Սերժ Սարգսյանն այլ չի աշխատում դա։ 7 տարի Ժորժ ջան, ասֆալտ էլ է արվել, կամուրջ էլ է կառուցվել, էսկակադաներ են եղել, գետի հունն են կառուցվել, ինչ ուզում, օդանավակայանը կառուցվել, ու չեմ ունում ասեն վատա, որը կառուցվել է, ինչ ուզում։ Դա չի հարցը։ Հարցն է նա, որ ես հիշում եմ, նախարար կար, ասենք տարեվերջին դառնում էր նախարար, չէ՞։ Այսինքն ամբողջ այն մի տարին ինքը չի եղել նախարար, բայց ինքը գալիս էր նախարարության աշխատանքը հաշվետվություններ էր կայացնում։ Ընդհանրապես պետության շարունակական այն է քննարկում։ Որ ինչ են նախկիններին քննադատում, բա դա չի քննարկում։ Արդեն գիտեք ինչ բան արեցի։ Ինչ խաղ։ Չէ, ձեր ուզում եմ սուծը հիմա որ պետության մեջ շարունակականությունը պետք է պահպանվի։ 7 տարի չի կարելի նստել ասել, որ ասֆալտը մենք ենք հայտնագործել եւ այն եւ այլն։ Եւ դա չի որ ազդու է քննարկում, թե ինչ անում Նիկոլը։ Կարելի է, չի կարելի, մարդը դանելով իր էլեկտորալ բազան պահում է։ Հիմա իրա դեմ ուրիշ բան ունեք, հավաքվեք արեք, ինչ եք քննարկում։ Դուք պետք է անեք, պարոն Մարուկյան։ Ես առաջարկում եմ անելու անում եմ ամեն օր։ Ես ամեն օր։ Ասենք թե 2, այո, դուք անում եք։ Ես ամեն օր ձեր ոդքասթները նայում։ Բոլորը հիմա 2 բևեռը մեկի փոխարեն։ Դուք մեկին միանում եք թե չէ, օրինակ։ Տարբերակ եք։ Չի լինելու 2 բևեռ։ Եթե 2 բևեռ է, լինելու է 30 գրանցված ուժ։ Մենք տեսել ենք դա։ Գրանցվելու են լիքը ուժեր ու տենց գնալու են աղացալը, մսաղացալը։ Այդ մսաղացի մեջ մենք կորոշենք, ուզում ենք մասնակցենք, թե չէ։ Մենք կանանք այդ մսաղացի մեջ։ Այսինքն դուք դեռ հստակ չեք որոշել մասնակցել։ Մենք կոչ ենք անում, չէ, մենք որոշենք, որ ուզում ենք մասնակցենք։ Մեր համագումարը որոշել է։ Այո։ Սակայն ասում ենք նախընտրելի է մեծ խոշոր մեկ բևեռով մասնակցել։ Հիմա եթե դա չստացվի, եթե դա այո կան խոսում են ամեն օր։ Եթե դա չստացվի, չէ, խոսել չէ, ներքին բանակցություններ, ես ներքին ոչ մի բան չեմ սիրում։ Չէ, այսինքն որ գնաք մի կուսակցության հետ բանակցի։ Իմաստը։ Այնա հրապարակային ասում եմ, չեն կարողանում հա որոշում կայացնել։ Հրապարակային ասել եմ, ինչ, թող հրապարակային արձագանքեն։ Կա մեկը որ կարա ասի դա սխալ է։ Թող հրապարակային լա ասեն։ Սա հրաշալի գաղափար է, բայց դժվար է։ Եղբայր կներեք ուզում եք Նիկոլին հեշտ գրեք։ Դժվար է։ Դժվար է լինելու։ Եվ ամենամեծ աբսուրդը հենց դա է, որ ամենաշատ աղետներ բերած, ամենաշատը այսպես ասֆալտ բան, մանր բաներ մանիպուլացրած, ամենաշատը իր խոսքը փոխած, ամենաշատը մի խոսքով հայհոյախառն այս արտահայտությունը հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ այսպիսի արշավ սկսած իշխանությանը բարձրապես շատ դժվար պետք է լինի հաղթել։ Այս աբսուրդը ինչպես կբացի։ Դա աբսուրդ չի, դա իրավիճակ է, որ այդ իշխանության հույսը ընդդիմության այս վիճակն է։ Նայեք, ոչ թե իշխանությունն է ուժեղ։ Ամենուր կիարտնանայիք, հիանայիք, որ մի նոր առիթ տվեց։ Ոչ թե իշխանությունն է ուժեղ, իշխանությունը թույլ է, անդադ սխալներ է անում։ Այլ դիմացը կանգնած մարդիկ են իր դեմ սխալ աշխատում։ Էսա խնդիրը։ Ստեղ է խնդրեմը։ Այ հենց դա է։ Այդ դրաման ես չեմ ուզում քննարկեմ, ասենք Նիկոլ ասֆալտ արավ, մարդիկ գնացին, ասին, չի դե որտեվ ասում եք ասֆալտ
արել, որովհետև չի արվել միջև այդ։ Դուք էլ եք տենց ասում, ես ասում արվել Բայց ոնց դե դուք դունեցիք որ գյուղերում չի արվել, հիմա սուտ է։ Դե հիմա կարող է գյուղում չի արվել, ախր Հայաստանի այդ ես էի ասում, շարունակական տասնյակ հարյուրավոր գյուղերում չի արվել։ Մի իշխանություն ավարտվում է, մյուս իշխանությունը շարունակում է։ Եվ դի ավելի լավ, մենք չի շնորհակալություն ասում։ Հիմա գնացեք գյուղը ջորթին բացատրեք, որ դա ոչ մի բան նշանակություն չունի, շարունակականությունը։ Այս ժամանակ Երևանը մի դեպքի վրա պատճառը։ Հիմա ձեր գյուղում են արել ու դա օքեյ է, բացատրեմ մի եղեք շնորհակալ, ասեք։ Այսինքն ես ոչինչ էլ չեմ բացատրելու, որտեղ ես ոչ մի հավակնություն չունեմ լինել իշխանության։ Սենց փոքրիկ թեկուզ, այսինքն բան է, սենց ինչ ասեմ։ Վարչության պետ։ Բայց երբ որ մարդիկ իշխանություն խնդիրը հավակնությունն է։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք էլի, այսինքն ինչ խոսույթ ենք ուզում մեր ժողովրդի հետ խոսենք։ Երբ որ մենք ժողովրդին ասում ենք, ես ձեզ սկզբից ասեցի պետք է անկեղծ լինենք։ Այո։ Երբ որ մենք ժողովրդին հիմա անկեղծ չենք, այն թեզը որ դուք առաջ եք գնում, դա անկեղծ թեզ չի։ Որտեղ երբ որ դուք ժողովրդին ասում եք, ժողովուրդ ջան, միշտ էլ ասֆալտ է արվել, խեք ուրախաց այդ ասֆալտի։ Մարդն ասում է, խափան եք։ Մեր գյուղը Տիգրան մեծից մինչև այսօր ասֆալտ չի եղել։ Դե գնա այդ մարդը այդ խոսա։ Ու չի լավ։ Անկեղծ պետք է լինել։ Ասել ժողովուրդ ջան, օրինակ այդ ասֆալտի դեմից եք ինչ եմ ասում։ Այս ասել ագենք է։ Չենք պագել։ Ես ասում ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Արցախը։ Այո, ասֆալտեր արված արդեն։ Ասֆալտ դերված, հիմա թուրքերն են նայում։ Այո։ Դե որոշեք ինչ եք ուզում։ Բայց ինչի՞ չեք այդ մարդկանց ասում, որ այդ նախորդ իշխանությունները ունեին։ Հա։ Նաև Արցախը, այսպես ասած, նախորդ իշխանությունները բազմաթիվ ես գիտեք ինչ թիմներ ունեն, advocate-ներ նախորդ իշխանությունների պաշտպան են։ Հիմա ես պետք է Հիմա ես ուզում եմ հասկանալ մի իշխանություն, որ ամեն առավոտ արթնանում է եւ թեմա է տալիս ընդդիմությանը։ Նվեր, եմենի ասում են նվեր, այո, նվեր։ Ու դուք դա օգտագործում եք։ Դուք դա օգտագործում եք։ Ինչպես կարելի է այս պայմաններում այդքան անպարտելի տեսնել այդ սխալների հավաքածու իշխանություն։ Ես նորից եմ ասում, իշխանությունն անպարտելի չի, ընդդիմությունն է անկազմակերպ։ Ասում իշխանությունը ուժեղ չի, իր դիմացիններն են անկազմակերպ։ Գիտեք, ես եկել եմ ընդդիմություն, գնում եմ ընդդիմության կուսակցություններ ասելու որ բա ինչի եք անկազմակերպ, հիմա դուք ինձ ասեցիք դա եւ ես մտածի որովհետեւ ես սկսում եմ մեզանից, ես մեզ եմ մեղադրում։ Այո։ Որովհետեւ Նիկոլի մասին ամեն ինչ ասված է։ Ոչ մի ինդիմադիլի ձեր չի կարող նոր բան ասի Նիկոլի մասին։ Դուք մի հատ հասկացեք ինչ եք ուզում անեք։ Դուք ուզում եք գնաք պարլամենտում դեպուտատ ըլեք։ Դուք ուզում եք իշխանությունը փոխեք։ Դուք ուզում եք Նիկոլին հանեք, նայ։ Դա թե խնդրեմ կա ընդդիմության մեջ։ Ասում ես համախմբենք մի բևեռ լինի, չէ՞, եք ինչ եք ասում։ Դուք եք ասում, ես չեմ։ Հա, ես եմ ասում, հա։ Սենց են անում ասում են։ Հա, իշխանությունը կարող փոխվի, բայց ով կգա։ Եթե մենք չենք գալի, մենք չենք ուզում։ Ասում եք երկու հատ խնդրեմ կա։ Մեկ ուզում են որ փոխվի, Փաշինյանը։ որ փոխվի, մեկ ուզում որ անպայման իրան գա, ժողովուրդ ջան, չի լինում տենց։ Չէ, չի լինում տենց։ Ես կանով եք փակել։ Մի րոպե սպասեք, ես սովորաբար սա այնպեսի բան է, որ ես եմ փակում։ Սա ես եմ փակում։ Ճիշտ է, ես ուշացել եմ մի րոպե։ Ես եմ ուշանում դա։ Դուք եք ուշանում։ Եթե դուք հիմա ինձ ասեք, որ գնում եք միավոր բան այդ բևեռի ստեղծման գործերով, ես գիտեք ինչ արագությամբ կփակեմ։ Հիմա ինչ էի ուզում ասեմ, ամենակարևոր հարցը։ Ընդդիմությունը ներսում տեսախցիկներից դուրս, հանրային այս գիտակցությունից դուրս, ներքին խոսակցություն ունի թե ոչ։ Դուք շփվում եք այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Կուսակցություններ կան, շփվում են, կուսակցություններ կան, չեն շփվում։ Ընդդիմադիր։ Ես աշխատում եմ հրապարակային։ Հրապարակային հնարավոր չի։ Հնարավոր է, հրապարակային պետք չի։ Ոչ եք ասի ուր եք գնում։ Պետք չի կուլիսային բաներ։ Չէ, եթե իմ հրապարակային ասած առաջարկը դեռ գտնում քննարկման, հրավիր են քննարկման, բարձր կամերան չեն միացած գնում։ Այո, դες ոնց կա։ Ասում եմ հրապարակային ամեն ինչ, ոչ մեկից թաքցնելու բան չունենք։ Ամեն ինչ հրապարակային։ Հրապարակային այդ քննարկումը գնում է, այդ հրապարակային բանավեճը, ասենք Քոչարյանը արձագանքեց իր ասուլիսում, հանրապետականներից օրինակ մարդիկ կան անունը չտալով են արձագանքել, բանը դաշնակցությունից ինչ որ բան տարբեր քաղաքական գործիչներ ինչ որ ձևի արձագանքել են, հիմա քննարկումները կլինի, նոր ուժերից կան արձագանք։ Ձեր արձագանքը հասկացա այսպեսին է, որ դուք պատրաստ եք, եթե միաբևեռ եղավ, պատրաստ եք առանց այդ շահախնդիր պահի հաշվենկատ պատրաստ եք միանալ։ Ձեր այս ահռելի Ավելին ասեմ, եթե մեկ բևեռ ձևավորվի, ես կարող եմ չլինել այդ ցուցակում։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Եթե մտածում են, որ այդ մեկ բևեռն առաջարկում է, որ ես դրա մեջ լինեմ, ես կարող չլինեմ։
Ես կամ ամբողջ քարոզարշավին մասնակցեմ, չլինելով այդ ցուցակ։ Շատ ափսոս կլինի ձեր, շատ։ Եթե Որովհետև դուք ես ցույց տամ, որ դրա տակ իմ համար առանձին վերցրած որպես Էդմոն Մարուկյան կամ Լուսարաստան Սարգսյան չկա ոչ մի բան, ինչ որ տենց հաշվարկ, ինչ որ շահ, որը կարող է մի հատ այսպես բան են մտածել ու չենք հասկանում։ Չկա։ Զուտ ասում եմ, եթե բոլորն անկեղծ են, որ ուզում են որ իշխանությունը փոխեն։ Իմ առաջարկը սա է, եթե անկեղծ չեն, կասկածենք, եթե անկեղծ չեն, կամ դիմադիր ուժ, որը չի ուզում իշխանությունը փոխի։ Ես դրա համար եմ ասում, ես հավատում եմ բոլորին, դրա համար այդ հայտարարությունն արել եմ։ Ես ասում եմ, որպես երաշխիք է, որ հանկարծ չմտածեն, որ իմ եմ ասում, պատրաստ եմ չլինեմ այդ ցուցակում։ Բայց եթե անկեղծ չեն, բռնվեք, մենք գալիս ենք։ Լավ։ Կարող է կա մի ուժ, որի հետ միասին օրինակ երկուսով գալիս են եւ մյուսները բռնվում են։ Դա էական չի արդեն։ Եթե չի լինում մի բևեռ, հիմա մենք միայնակ կգնանք թե 2 ուժով, թե 3 ուժով։ Թե ինչպես կգնանք պարտությունը կարևոր չի։ Բան չի փոխվում այդտեղ։ Պարոն Մարուկյան, գիտեք, առաջին ձեզնից սկսեցի, եկա ձեզ նեղացրեցի, երբ որ ամենակիչը եկեք նեղացրու։ Դուք հիշում եք մեր շատ հարցազրույցները միշտ այսպես եղել է շատ ավելի այսպես բարի ֆոնի վրա, բայց գիտեք ժամանակները մեզ թույլ չեն տալիս խոսել առանց էմոցիաների։ Biz չեն կարող նստել ասել, այ դուք լավ եք աշխատում, այ մենք եւ այլն, վիճակն է այդպես։ Հա, բայց ո՞վ է բաղ։ Եվ ժամանակն է, որ ընդդիմությունը վեր կենա եւ աշխատի, որովհետեւ արդեն այսօրվանից սկսած 5 ամիս է մնում, այլ 5 ամիս է մնում արդեն, չէ՞։ Քիչ։ Եվ դրանից 2-3 ամիսը արդեն բուն ընտրական process-ն է, իր քարոզարշավը գրանցվել է եւ այլն, չէ՞ դա էլ է էներգիա, ռեսուրս եւ այլն խնայում նախապատրաստական աշխատանքը իմ կարծիքով այս պահին անբավարար է։ Բան չասեցի։ Այսինքն համաձայն։ Ինչ պետք է լինի, որ այս ընդդիմությունը տեղից շարժվի։ Դուք, մյուսները եւ այլն։ Ես որ ասելիք չունեմ։ Իմ ասելիքը ես ձևակերպեցի։ Սպասեք դրա արձագանքներին, այնց հետո կտեսնենք։ Ես չեմ կարծում, թե հենց հիմա ինչ-որ էլի պետք է ինչ-որ բան լինի, որ դրա շուրջ ընդդիմությունը համախմբի։ Ամեն ինչ եղել է, չէ՞։ Հայկականությունը, հայ ժողովուրդը վերջին 200 տարում ինչ ստեղծել է, ամենաթարմն եմ ասում, վերջին 200 տարվա ինքնությունն է մեր մեջ ամփոփված հիմա։ Ինչ ստեղծել է այդ ամեն ինչը հարցակման տակ է։ Եթե դա էլ չի համախմբում, հարցականի տակ, այո։ Ես բան չունեմ խոսալ։ Լավ, ես էլի կգամ, երբ որ արդեն ինչ ավելի շատ իրար պատասխանած կլինեք, այսպես հրապարակային դաշտում, եւ ես շատ հույս ունեմ, որ ոչ հրապարակային դաշտում, եւս դուք կշփվեք եւ կհասկանաք ով ինչ է ակնկալում եւ ով է պատրաստ այդ ակնկալիքից հետ կանգնել հանուն գաղափարի, ինչը գաղափարն է, որ այսպես թույլ վիճ է, հիվանդ է, որտեվ հանուն գաղափարի պետք է ամեն ինչից էլ հնարավոր լինի հրաժարվել, բայց դա մենք դեռ չենք տեսնում։ Եվ այդ ընթացքում իհարկե հուսանք, որ իշխանությունը կշարունակի լիուլի թեմա տալ ընդդիմությանը, այսպես առատորեն իշխանությունը ինքն է իր վարկանիշը իջեցնում առանց ընդդիմության ջանքերի։ Ընդդիմության գործը դե պետք է դա կարողանալ օգտագործել։ Եվ պետք է գնահատել։ Շնորհակալություն։ Ես տեսնում եմ ձեր շարժումներից, որ դուք եք հրավիրում, եւ ես ուրախ եմ, որ դուք զբաղված եք։ Ես ուղղակի մի փոքր ցույց կտամ ձեր գրասենյակը, ովքեր չեն տեսել եւ չգիտեն, թե որքան տեղերում է սովորել Էդմոն Մարուկյանը։ Այդ վերլուծությունները հո այնպես հենց այնպես չի։ Այդ վերլուծությունները ամենալավերը վկայականն է։ Ասեք գնամ գրված ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից։ Այս մյուսը ստորագրված է Բորիս Ջոնսոնի կողմից, Բորիս Ջոնսոնը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, Էսպանիայի արտգործնախարարն էր։ Մնացածները տարբեր ինչ որ Մինիսոտայի մագիստրոսի ինստիտուտը, այո, Connecticut նահանգային։ Այո, եւ ասենք մարդիկ, ովքեր ունեն թերի բարձրագույն կամ ասենք բուժքույրի դիպլոմ, ես շատ հարգում եմ բոլոր բուժքույրներին, կարող են ասենք քննադատել ընդդիմադիր գործչին, որը ունի ահա այսպիսի կրթություն։ Էդմոն Մարուկյան, գիտեք, պարոն Մարուկյան, ես ձեր վերլուծություններից սա արդեն տեսնում եմ։ Ինձ համար դա հասկանալի է եւ հասկանալի է նաեւ Դա Հովանես Թումանյանը։ Արժեքներն մեծ լորեցին։ Այո, մեծ լորեցին։ Դե գիտեք, ձեր խոսքից էլ է զգացվում այդ պատկերավոր խոսքը դուք ունեք եւ դրա համար ստացվում է նաեւ հռետորի գործն է լավ ստացվում։
բազմաթիվ հանդիպումներ, բազմաթիվ Ստենֆորդի համալսարանում եմ սովորելուց էս Ֆրանսիս Ֆուկույաման աշխարհարչակ գիտնականը կարելի ասել։ Փորձ եւ գիտելիքներ։ Այո։ Դե ինչ կա զարմանալու։ Չկարողանում, այս ինչ հետաքրքիր նշումներ են քարտեզի։ Ընտրական բան է։ Սա նոր է կարե թե Չէ, նախորդ։ շատ։ Փոխեք այդ քարտեզը։ Այս քարտեզով դուք Քանի որ չեք հաղթել, թե դուք սիրում եք այս քարտեզի վրա Արցախը կա դրա համար չի։ չէ, դե տեսնում եք։ Փոխել պետք չի։ Ես ուղղակի այսպես գույնը որ ուրիշ է, չտեսա։ Գրված է Լուսավոր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։ Սա ձեր քարտեզն է հենց։ Լավ, փոխեք Այս գույնը։ մեկներից մեկը ինքը տպան ուներ, Հայկազը Սիմիկյան։ Ինքնատպ է հատուկ մեծ համար։ Այն ժամանակ։ Գիտեք, կփոխեք մարկերի գույնը։ Կարմիրը եւ գիտեք, արդեն այսպես մենք կատակի ենք տալիս, բայց մենք հասկանում ենք, որ եթե նույն բանն ես անում, ունենում ես նույն արդյունքը, դա պետք է եւ քեզ անհրաժեշտ է անել որևէ այլ բան։ Այո։ Եվ ես կարծում եմ, որ մտածող մարդիկ այդ այլ բանը պետք է գտնեն եւ պետք է գտնեն առանց ուշանալու։ Բա դեռ չէ որ ես ուշացա ինտերվյուից։ Բայց մի ես եմ ուշանում։ Հիմա ես եմ ուշանում։ Մի ուշացեք։ Որովհետեւ պետք է Հաջողություն վազել։ ձեզ եւ շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Ես կզրուցեմ ձեր օգնականի հետ, դուք կարող եք արդեն գնալ հաջողություն ձեզ կներեք։ Մերսի ինձ կներեք։